ես առիթ ունեցել եմ ասելու, երբ որ պետական կառավարման համակարգում ընդհանուր դրոշի հետ ես վերաբերմունքի հետ առերեսվեցի ու ինձ համար զարմանալի էր, որ իմ ռեակցիան զարմանալի էր շատ շատերի համար, երբ որ պետական կառավարման մարմնում ըստ էության գետնին գցած դրոշ տեսա, դրա հետ կապված շատ խիստ որոշումներ կայացրի եւ պարզվեց, որ այդ որոշման հետ կապված այդքան էլ միանշանակ չի կարծիքը արժեր տենց անել, թե չարժե։ Հիմա մենք նաեւ ունենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ենք փոփոխություններ արել, պետական դրոշի հետ կապված վարվեցողության կանոնները խախտելու համար, որովհետեւ մենք ընդհանրապես մենակ դրոշի բան չի, դեպքում չի տենց ամեն ինչի դեպքում է տենց, որ դրոշ տանում ենք, միտեղ տնկում ենք, ասում ենք, էս ինչ լավ գործ արենք, հետո այդ դրոշը կմաշի, կճղվի, կքրքրվի, ինչ կլինի, այսինքն ոչ մեկի հոգսը չէ դա, մենք ընդհանրապես կարծում եմ պետք է արձանագրենք, որ ցանկացած բան ինքը սպասարկում է պահանջում, հետագա սպասարկում է պահանջում, այն որ դու ինչ որ մի բան ինչ որտեղ դրիր, դա վերջը չի, դա ընդամենը սկիզբն է, որ իր մասին պետք է հոգ տանել, ասենք մենք շենքը կառուցեցիր, դպրոցը կառուցեցիր, հանձնեցիր շահագործման, այդ վերջ չի, այդ սկիզբն է, որովհետև հակառակ դեպքում նշանակում է դա դատապարտել ֆիզիկական եւ բարոյական մաշեցման